արդեն լուսացույցի մոտ էինք, որ պետքա մյուս կանգառում արդեն իջնեինք կարմիր լույսեր։ Ավտոբուսը կանգնեց ու այդ պահին պայթեց ուղղակի առանց ինչ-որ բանի, ոչ այրվեց, ոչ պատահական պայթեց։ Որ հատված, որ հատվածում է պայթել։ Իմ մեջքի հետևից, ես նստած էի վարորդի հենց հետևում, ու ոնց որ իմ հետևից ինչ-որ տաքություն, ինչ-որ բան ինձ բրդեց առաջ, աջ հատվածից, բրդեց առաջ ու ընկա մեկին, որ հաստատ կարամ ասեմ ինքը անհնար է փրկված լինի, այդ են տղաներ, որ աչքերս բացեցի, ինքը հենց իմ դիմացն էր, դրան հենց կողքը բռնված էր, որ պետքա իջներ կանգառում ու պայթյունից հետո իր մարմինը ուղղակի երկու մասի էր պոկվել, պորտվել էր, ոտքերն ու վերևը չկար, ուղղակի պորտվել էր, բոլոր օրգանները ուղղակի արյան մեջ էր այդ տղան, օրգանները դուրս էին եկել, ինչ վիճակում էր։ Երիտասարդ էր։ Երիտասարդ, հա։ Ձեր հաշվարկներով քանի տարեկան կլիներ։ Մոտ մի 20-25 ամենաշատը։ Հրաշքասու։ Շատ մի իրան պայթուն էր, պայթունից հետո ուշք եկա, սաղ մոխիրի մեջ նստած էի, մի պատրաստ հեսավոր որակը մերն է, բայց վերականգնվեցի, նստած տեղի պայթունը չեմ կար ասեմ, որտեղ մի անգամից հոսանքա զրկվեց ավտոբուսը, սկզբից հոսանքա զրկվեց, մեջը մառախուղ եղավ, հետո նոր պայթունը տեղի ունեց։